Հարյուրավոր ձկնաբույծներ են հավաքվել կառավարության շենքի մոտ։ Նրանց հունից հանել է այն, որ էկոնոմիկայի նախարարը Հայաստանից Եվրամիություն ձկնամթերք արտահանելու հարցը քննարկել է ընդամենը մեկ ձկնաբուծարանի հետ։ Այն ինչ քննարկել են մեկ հոգու հետ, այն դեպքում որ մենք 150 տնտեսություն եւ ավել ենք, այսօր ուղիղ մեկ ամիսը լրացել է, որ ոչ մի արձագանք չկա։ Երկու շաբաթ առաջ տեսնում ենք մեր վարչության պետին, ասում ենք հարգելիս ինչ նորություն կա մեր մասով քննարկած փաթեթից, ասում է վաղի դրաֆտում կտենակ էդի։ Դա ասում եմ պատկերացնում եք երկու շաբաթ առաջ 5 շաբթի օր, այսինքն ուրբաթ, այսինքն արդեն 14 օր առաջ մենք պետք է տենայինք մեր մասին ինչ են վճռում։ Էլի չկա, այս շաբաթ սկսել է շաբաթ 3, նայում ենք էլի ոչ մի կայքում մեր մասին ոչ մի քննարկում չկա։ Ռուսական շուկայի փակվելուց հետո 15,000 տոննա ձկնամթերք կարող է փչանալ, ահազանգում են ձկնաբույծները։ Նրանք չեն հավատում Պապոյանի խոսքին, թե արդեն հնարավոր է հայկական ձուկը հասցնել Եվրոպա։ Հայաստանի Հանրապետությունից այլևս հնարավոր է արտահանել ձուկ եւ ձկնամթերք Եվրոպական միություն։ Այդ խոստումները մեր ձկները ոչ, այդ խոսքերով մեր ձկներին ոչ կարող ենք կերակրենք, ոչ մեր վարքերը ապահովենք։ 90% պատրաստ են արտահանել, չկա տես բան, իրականությունը ցույց տվեք։ Արդեն 3 ամիս է չեն կարողանում կերակրել ձկներին։ Պիտանի չեն լինելու, եթե եւս 3 ամիս սոված մնան։ Նոր շուկա ստեղծելու 3 ամիս էլ իմ պատկերացմամբ պետք է։ Այդ արդեն կստացվի 6 ամիս, 6 ամսում կարող է մեր ձուկն էլ արդեն որակական չհամապատասխանի, որովհետև 6 ամիս եթե մենք չկերակրենք, այդ ձուկը որակազրկվելու է։ Իսկ Եվրոպային պետք չէ անորակ ձկնամթերք, ասում է Հարութը։ 20 տարվա փորձ ունեցող ձկնաբույծի խոսքով Հայաստանն ամեն տարի իր բուծած 30,000 տոննա ձկներով եվրոպական շուկայում չի կարող մրցակցել Նորվեգիայի հետ, որը տարեկան 2.8 միլիոն տոննա ծովամթերք է ապահովում հին աշխարհամասը։ Եվրոպայի տեղը գիտեինք, փորձում էինք, չկա շուկայում, մենք այնտեղ մրցունակ չենք։ Եթե մենք Եվրոպայի հետ մրցակից չենք եղել Ռուսաստանի Դաշնությունում, ոնց կարող ենք մրցակցել Եվրոպայում։ Էկոնոմիկայի նախարարությունը արձագանքել է ձկնաբույծների բողոքին։ Հուլիսի 24-ին նրանց հրավիրում է մասնակցելու առցանց իրազեկման միջոցառմանը։ Նախարարությունն ուզում է ձկնաբույծներին ծանոթացնել Հայաստանից Եվրոպական միություն ձկան եւ ձկնամթերքի արտահանման կառավարության սահմանած ընթացակարգերին։ Հա, մի հատ հովին կայնում է, գիտեք ամեն ինչ նորմալ է, տես չի։ Շատ վատ է։ Նախարարության արձագանքը չի գոհացնում ձկնաբույծներին։ Այս 2 ամիս է թե ձկնաբույծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախային ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն է, տեղ չկա դիմանալու։ Նրանք պահանջում են, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունի իրենց։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։